Բարև ձեզ, բարի գալուստ իմ Story podcast-ի էպիզոդ 19-ը։ Այսօր իմ հյուրն է Anna Cooper-ը, Toyota Financial Services Bank-ի CIO-ն։ Անա ջան, բարի գալուստ։ Բարև Աննա ջան, մերսի շատ հրավերքի համար։ Այսօր խոսալու ենք ինչպես Աննան տեղափոխվեց Հայաստանից Ամերիկա եւ իր անցած ճանապարհի ու հաջողությունների մասին։ Անջան, որ խնդրեմ կպատմես, որ թվականին տեղափոխվեցիր Հայաստանից Ամերիկա ու մի քիչ այդ առաջի տարիների մասին։ 2011 թվականին տեղափոխվեցի ես, ճիշտն ասած Հայաստանից չեմ տեղափոխվել միանգամից, մենք տեղափոխվեցինք Եգիպտոս, այնտեղ 2 տարի ապրեցինք, հետո Եգիպտոսից տեղափոխվեցինք Ամերիկա։ Ու այդ ժամանակ ես իմ աղջիկը արդեն 8 ամսական էր, որ նոր տեղափոխվեցինք, մենք տեղափոխվեցինք Օհայո, Columbus, Օհայո։ Իրականում ես ինձ համար երևի ավելի հեշտ է եղել, որտեղ իմ ամուսինը Ամերիկայից էր ու ասենք տենց էմիգրացիոն թղթաբանություն ու այդ ամեն ինչը շատ սահուն անցավ։ Շատ լավ, իսկ առաջի տպավորությունը, որ տեղափոխեցիր, օրինակ ասում ես առաջի անգամ Եգիպտոս, շատ է եղել ստրեսը, ասենք Հայաստան, Եգիպտոս։ Երևի ավելի շատ իմ մոտ երևի Հայաստան Եգիպտոս մասն էր ավելի դժվար, քան թե Եգիպտոսից Ամերիկա գալը, որտեղ Եգիպտոսում նախ Հայաստանում ես աշխատում էի, սովորում էի, ոնց որ անդադ զբաղված էի, հետո որ գնացի Եգիպտոս չէի աշխատում ու չէի սովորում, ու սկզբում հա տենց լավ էր մի քանի ամիս, բայց դրանից հետո շատ ուժեղ ձանձրանում էի ու տենց շատ ենք բարեկամներ հարաբեր շուն։ Տենց որ Եգիպտոսում մի քիչ դժվար էր այդ պահը, բայց հետո սկսեցի ոնց որ տարբեր, չգիտեմ, սերտիֆիկատներ անել կամ ինչ-որ բաներ էի սովորում, որ ժամանակս շուտ անցնի։ Դրանից հետո աղջիկս ծնվեց ու արդեն իրանով էի զբաղված, մինչև տեղափոխվեցինք Ամերիկա, իսկ Ամերիկա երբ որ տեղափոխվեցինք, սեպտեմբեր ամիսն էր ու տեղափոխվեցինք Օհայո, 2 տարբերակ ունեինք, 2 շտատ կարայինք ընտրեինք, մեկը Օհայոն էր, չգիտեմ ոնց ստացվեց, որ Օհայո տեղափոխվեցինք ամուսնուս աշխատանքով ու մենակ հիշում եմ, որ առաջի ձմեռը շատ ցուրտ էր ու ասենք Եգիպտոսից գալուց Օհայո ընդհանրապես չէի պատկերացնում, ես ուր ենք եկեք ինչ ենք անում ստեղ։ Բայց դες կամաց հետո ամեն ինչին հարմարվում ես իհարկե։ Սկզբում որ տեղափոխվեցին, ես շատ էի ուզում աշխատեի, որտեվ արդեն 2 տարի չէի աշխատում, 2 տարի մենք Եգիպտոսում ենք ապրել, իմ աղջիկը ընդեղ ա ծնվել, հետո որ տեղափոխվեցինք Ամերիկա, ես անպայման ուզում էի աշխատեի, ու այդ ժամանակ իմ ամուսինը ասում էր, որ չէ, բան Ամերիկայում շատ թանկ է այդ, չգիտեմ, մանկապարտեզները, տարբեր բաները, բայց ես տենց շատ միանշանակ չէ, ես պետք է անպայման աշխատեմ, եթե ես պետք է աշխատեմ ու այդ իմ սաղ աշխատավարձը պետք է տանք, չգիտեմ, մանկապարտեզի կամ ինչ-որ մեկին, որ նայի իմ աղջիկան, ես 100% համոզված էի, որ մենք տենց պետք է անենք։ Տենց հետո ընդունվեցի աշխատանքի JP Morgan Chase-ում, բայց այդ process-ը, աշխատանքի ընդունվելու process-ը ոնց որ շատ հետաքրքիր էր ու տարբեր էր Հայաստանից։ Սկսենք նրանից, որ ընդհանրապես գաղափար չունեի, թե ես ինչքան աշխատավարձ եմ ուզում, ու այդ աշխատավարձը իրանց ինչ ա ներկայացնում, այդ լավ է, վատ է, ասենք, շատ է, քիչ է, տենց լսեցի ամուսնուս, ասեց, ասենք, այսքան աշխատավարձ ուզի, ասեցի լավ, ու մի քիչ դրանից ավել ուզեցի, ու հետո մտածում էի, ասենք, հետո ասենք իմ կարիերան, որ շարունակվում էր, ես հետ էի նայում, ասում էի, ինչի այդքան քիչ ուզեցի, որովհետև հետո դրանից հետո սկզբում որ ընդունվում ես ինչ-որ աշխատանքի տեղ, այդ ժամանակը ամենաճիշտ ժամանակը, ոնց որ քո աշխատավարձը խոսած կամ ասենք հարմարվես, ոնց ես ուզում, ոնց չես ուզում, հետո դրանից հետո դժվար է անում, ու միշտ ասում էի դու ես մեղավոր, պետքա թողեիր, որ ես շատ ուզեի։ Հա, լրիվ հասկանում եմ։ Իսկ ենթադրենք, եթե համեմատես Օհայոն ու հիմա արդեն Թեքսասում ես ապրում, տարբերություններ կան այդ երկու
Հա, կան, դե ճիշտն ասած ես մտածում եի, որ այդ սաղ շտատերից ինչ ենք ընտրել Օհայոն, որտեվ նենց չի, որ մենք լիքը բարեկամներ կամ ընկերներ ունենք ու գնացել ենք այն շտատը, որ ահա որ ցուրտ է ու ես ցուրտ չեմ սիրում, ես տաք եմ սիրում։ Դենց ոնց որ առաջի բանն էր, որ արի նենց շտատ ընտրենք, որտեղ գոնե եղանակը մի քիչ նորմալ է, կամ դուր է գալիս։ Հետո ինքն էլ էր աշխատում Chase-ում, ես էլ էի աշխատում Chase-ում ու նենց ստացվեց, որ իրան առաջարկեցին իր աշխատանքը փոխել Dallas, Texas ու մեր թիմներ ուներ նույն ոնց որ մեր թիմի կեսը Օհայոյում էր, կեսը Dallas-ում, այսօր շատ հեշտ ստացվեց այդ տեղափոխվելը, ոնց որ մի օր ընդեղ էի, հաջորդ օրը գնացի Dallas-ում գործի։ Բայց դե եղանակը, չգիտեմ, ասենք շատերի համար կարող է շատ ծանր լինի, որտեղ շատ շոկ հալնում ամառները, բայց ճիշտն ասած առավոտի ծիրիկում կամ տանն են, կամ ինչ որ, չգիտեմ, գործի տեղն են, կամ նենց չի, որ շատ ծանր է իմ համար կոնկրետ։ Դա եղանակի առումով ինձ ավելի դուր է գալիս Dallas-ը, Texas-ը, քան թե Օհայոն։ Չգիտեմ, ասենք Օհայոն շատ կանաչ էր, բակը շատ սիրուն էր, ու ասենք իսկ Texas-ը մի քիչ ավելի անապատային է, չէ՞։ Հա։ Իսկ մարդկանց, ասենք մարդիկ ընդհանրապես, ինձ թվում է Օհայոյում ավելի ոնց որ բարեհամբույր էին ու գիտեմ օգնող էին կամ համբերատար էին, ես որտեղ ես հիշում եմ, որ նոր էինք տեղափոխվել մի քանի օր ու նենց քշելը բաների վրա, ճանապարհների վրա, շատ ագրեսիվ էին մարդիկ ու ես սովոր չէի, որ ասենք ճանապարհ չեն տալիս կամ չգիտեմ էլի, դες ոնց որ մի քիչ ժամանակ պահանջվեց, որ հարմարվեի, բայց հիմա դեռ նորմալ է, ինձ դուր է գալիս, չգիտեմ, շատ մեծ է Dallas-ը ու լիքը հնարավորություններ ունի կարիերայի հետ կապված, ինչ որ մի ուզում ես գործը փոխես, մյուս տեղ լիքը տարբեր կամպանիաներ կան, որ կարաս կներես որ ընդհատում եմ ինչ էկոսիստեմաներն են էլի ավելի շատ զարգացած օրինակ Dallas-ում կա թե ավելի ինչ որ բանկային կամ չգիտեմ դե բանկային շատ կա, շատ ֆինանսական կազմակերպություններ, բանկեր, headquarter-ները ստեղ են ու հիմա նենցա որ դաժե տենց ֆինանսովի ոլորտում թեքը շատ պահանջարկ ունի ու ասենք շատ ժամանակ դաժե ես որ Chase-ում էի մոտապես երևի մի 20,000 աշխատող ունեինք մենակ IT-ում ու ներ ասենք կամպանիան նենց չէր նայում technology ոնց որ մենք ֆինանսական կազմակերպություն ենք պրոստը ունենք ասենք չգիտեմ ինչ որ department նենց էր որ իրանք նայում էին ոնց որ technology company ու ինչքան հնարավոր է ուզում էին շատ ներդրումներ անեին թե քալի մեջ թե մարդկանց, չգիտեմ, training եւ այլն, բայց տեխնիկական կամպանիաներ էլ կան, ճիշտ է, այդքան շատ Dallas-ում չի, բայց չգիտեմ, Austin-ում կան շատ կամպանիաներ, որ տեղափոխվել, հետո գները ընդհանրապես տների եւ այլն, շատ ավելի մատչելի են համեմատած, ասենք, Կալիֆոռնիայի շատ մարդիկ տեղափոխվել են այս վերջերս ու շարունակում են տեղափոխվել Կալիֆոռնիայից Texas։ Ես գիտեմ ընտանիքներ, որ Լոսից տեղափոխվում են Texas։ Չգիտեմ ինչով է այդ կազմ, ասիջեմ, ինչն է պատճառը, տարբեր ոնց որ բաներ կարա լինի, Texas-ը ավելի կոնսերվատիվ շտատ է համարվում, քան թե, չգիտեմ, Նյու Յորկը կամ Կալիֆոռնիան։ Բացի դրանից է հարկերի հետ կապված մենք չունենք եկամտահարկ հենց Texas-ի համար մենակ federal հարկեր ենք մուծում ու ես հիշում եմ որ Օհայոյից տեղափոխվեցինք մենք Texas իմ աշխատավարձը 8% բարձրացավ առանց ոչ մի անելու դրա հետ կապված նույն էլի ու ասենք չգիտեմ դրա տարբեր բաներ կան որ կա բացական ու դրական կախված է քո priority-ներից քեզ համար ինչն է ավելի կարևոր Հա, կարծեմ Տեսլան ունի, չէ, Dallas-ում էր, թե Austin-ում է։ Հա, Austin-ում է։ Ինչքան հեռու է ձեր մոտից Austin։ Երևի մի 3.5 շամ, 4 շամ։ Ես նենց հարաբես քշեր, ասենք, ուղղությունների հետ։ Այդ մի բանը շատ հետաքրքիր է, ես կյանքում չէի պատկերացնում որ ես այդքան վատ եմ, orientation ոնց գնամ, ոնց գտնեմ ինչ-որ մի բան, որտեղ Երևանը այնքան փոքր է, գիտես, ասենք, թե չգիտեմ,
Սենց հետո սենց պիտի իսկ ստեղ սաղ այնքան նման է, սաղ փողոցները ու ինձ թվում է, որ ասենք GPS չունենաս, ես որ 100% կկորեմ, դաժե եթե գնում եմ գործի, պետք է GPS Նենց որ ինձ հարցն է ինչքան է տևում ստեղից, չգիտեմ Օստին, սխալ հարց է, ես հաստատ սխալ կպատասխանեմ։ Ես հիշում եմ, քանի որ ոդքասթը ես է պատմեմ իմ էմիգրացիոն պատմություններից, ուրեմն նոր ենք եկել Ամերիկա ու ամուսինս ինձ թողեց մոլում, որ մի քիչ տենց ոնց որ խանութներ մտնեմ, բան ժամանակ անցկացնեմ, մինչև ինքը գնա աշխատանքի ու բանը մի ավտո ունեինք, տենց թողեց, ես մտա մոլ, տենց ահա 5 ժամ, գիտես ման եկա, չգիտեմ, ես կոմեկո, հիմա բանը մտածում եմ, օքեյ, ոնց դուրս գամ ու չկարողացա գտնեմ այդ նույն տեղը, ոնց որ մտել էի ու այդ ամբողջ ստրեսը, որ ոչ մի բան ծանոթ չի, ոչ մի բան չգիտեմ, ուտելիքները, ռեստորանները, չգիտեմ, ամեն ինչ նոր է, սենց միտեղ գտա նստեցի ու լացեցի։ Ինձ էլ այդ ժամանակ առիթ էր պետք որ նստեի միտեղ լացեի, բայց ոնց որ շատ մեծ էր Հայաստանից հետո ես տենց չէի պատկերացնում էլի, նավանդ 2007 թվին այդ ժամանակ տենց չկար մոլ Հայաստանում, ոնց որ չէի պատկերացնում, որ այդքան մեծ կարան լինեն էլի խանութները ու լրիվ բան է եղել, որ որտեղից եմ մտել, որ նույն տեղից դուրս գայ։ Մի խոսքով հա իմ մոտ էլ այդ Հայաստանից հետո չափերի հետ կապված շոկը կար։ Անջան, օրինակ ոնց կարողացար դու նշեցիր, որ չես էիր ընդունվել, չէ, ոնց կարողացար հետո պաշտոնը այնքան բարձրացնես, որ դառնաս Toyota Financial Services Bank-ի CIO։ Ճիշտն ասած, ես անընդհատ չէի կողմնորոշվում, թե ես ուզում եմ տեխնիկական գծով շարունակեմ, թե ուզում եմ տեղափոխեմ բիզնես կամ product կամ չգիտեմ ինչ-որ ուրիշ, ու անընդհատ իմ կարիերան ոնց որ up and down տարբեր ուղղվածություններով, ու մի պահ եղավ, որ ես ընդհանրապես մի քանի տարի էլ ոչ ծրագրավորում էի անում, ոչ ոնց որ ինչ-որ տեխնիկական տիպի գործ էի անում, տեղափոխվել էի more ավելի շատ ոնց որ business analyst, product management, տենց բաներ, ու չէի պատկերացնում ինձ ոնց որ head guy technology, որտեղ ասում եմ ինչքան ժամանակ անց է, ես ինչքան բան պետք է նորից սովորեմ, որ վստահ լինեմ, որ կարամ այդ ամեն ինչը անեմ։ Հետո ես հասկացա, որ ինձ թվում է ամենակարևորը իմանալը, թե դու ինչ կարաս լավ անես, հասկանաս քեզ իրականում, էլի, ոչ թե ընտրես մասնագիտություն, որ կարաս շատ փող աշխատես կամ որ կարաս հեշտ գործ ճարես, ինչը որ ասենք, երբ որ մենք Հայաստանում ենք, բնականաբար ես տենց չէի մտածում, ես ինչ սիրում, ես մտածում էի ինչ կա, որով ինչ մասնագիտությամբ ես կարամ փող աշխատեմ, ինչ կարամ գործ ճարեմ հեշտ, հա, ու ամենասկզբից որ ընտրել եմ այդ ծրագրավորման ոնց որ ուղղվածությունը, նաև ոնց որ պրինցիպի հարց է եղել, ճիշտն ասած, որտեվ իմ եղբայրը շատ խելոք է համեմատած ինձ, սա իմ մաթեմատիկայի, ֆիզիկայի այդ ամեն ինչի այդ սա գծերով ինքը ֆիզմատնա ավարտել ու ես հիշում եմ, որ մենք սովորում էինք դպրոցում ինքը նոր էր ընդունվել ֆիզմատ ու կապ չունի ես ինչ էի անում, կարող է ես ասենք սա 5 ստանայի ու ոչ մեկ ընդհանրապես սա իրանց համար 1 էր մեր տնեցիների համար, բայց որ ինքը մի հատ 3 էր ստանում, չգիտեմ, մի հատ պետքա party անեինք տանը, որ ինքը 3 է ստացել։ Ու ինքը ինձանից մի տարի փոքր է, հիշում եմ մի օր գնացի տուն, ու մամաս նստած է իր հետ դասն են սովորում, չգիտեմ ինչ են լուծում, չեն կարում հասկանան այդ վարժությունները եւ այլն եւ այլն։ Ես էլ ասեցի դե տվեք մի հատ ես նայեմ, էլի, վերջապես դրանից մի տարի մեծ եմ կարողա կարանամ անեմ։ Մաման չէ, մենք ժամանակ չունենք, դու գնա քո գործերով զբաղվի, ես էի շղայնացել ու ասում եմ ինձ համար շատ բան էր, ոնց որ հենց այդ պահը շատ կարևոր էր իմ կյանքում, որտեղ ես այդ ժամանակ որոշեցի, որ չէ, ես ուզում եմ հենց շարունակեմ տեխնիկական գծով, որովհետև դրանից առաջ ես պետքա Բրյուսել ընդունվեի ու դառնայի թարգմանիչ։ Ու ամենաշատը նրանից շղայնացա, մեկը, որ ինձ շանս չտվեցին, որ ես նույնիսկ փորձեմ,
ու համել նրանից ջղայնացավ, որ ինքը ճիշտ էր ասում։ Ես գիտեի, որ ես հաստատ չեմ կարող էլի լուծեմ այդ ինչ որ անում են, այդ հաստատ իմ ավել էր։ Ու հետ այդ պահը ինձ շատ ջղայնացրեց։ Ես հաջորդ օրը ասեցի մամայիս, որ ես ուզում եմ հենց իր դասախոսի հետ պարապեմ, այդ իրանց ֆիզմատի դասախոսների հետ, ու սկսեցի ֆիզիկա, մաթեմատիկա պարապել, ու դրանից հետո ոնց որ սկսում ես հասկանալ ինչ որ առարկան, ավելի հեշտ դառնում, ասես հա դե ասենք, օքեյ, կարամ ես էլ անեմ։ Դե տահավոր չի, ու տենց սկսեցի ես, հետո մտածում էի դե ինչ պետք է անես, որ փող աշխատես այս երկրում, պետք է չգիտեմ կամ էկոնոմիկայով շարունակես, կամ հաշվապահ դառնաս, կամ ծրագրավորող, տենց ընտրում ես, բայց հետո գալիս է ինչ որ մի բան, չգիտեմ, իմ մոտ տենց էր, երևի ավելի հեշտ է Ամերիկան, որտեղ շատ են ավելի տարբերակները, ոնց որ կարաս իրականում կարաս զբաղվես նրանով ինչ որ դու սիրում ես ու ելնես հաջողակ ու հույս ունեմ որ Հայաստանում էլ ոնց որ կամած փոխվում է ամեն ինչը, բայց ես հասկացա որ ամենակարևորը այն է որ դու իսկականից հասկանաս թե քեզ ինչա դուր գալիս ու քո ոնց որ skillը ոնց է հայերեն պետք է հասկանաս քո այդ skillերը ու այդ ուղղվածությամբ շարունակես, որովհետև այնքան ժամանակ առնում որ դու պետք է աշխատես շատ ավելի շատ, քան թե մնացածը քո հետ, որ դու կարողանաս ավելին հասնես, ու կարևոր է որ դու սիրես այդ ամեն ինչ որ անում ես։ Էական չի ինչ ես անում։ Ես դա նույնիսկ հիմա իմ երեխեքին ասում եմ, կապ չունի դու ինչ ես ուզում անես, ընդհանրապես կարևորը այն է, որ դու հասկանաս, որ դու շատ ես այդ մի, չգիտեմ, ինչ որ այա, ինչ ուզում ես անես, շատ ես սիրում, ու կարաս ավելի շատ ժամանակ տրամադրես սովորելու, քեզ հետաքրքիր է, քեզ ուրախացնում է այդ process-ը, այդ սովորելու process-ը։ Ու իմ համար դա ավելի շատ կարևոր, սկզբում ոնց որ տեղափոխվեցի ավելի business analyst գործի, հետո product management, հետո ինձ անընդհատ ասում էին արի հետ technology, արի հետ ասում էին ես չեմ կարող compete անեմ ձեր հետ հաստատ technology մակարդակով, նենց որ չէ, ունենա։ Բայց հետո ընդհանրապես միտք չունեի, գործս փոխելու չեյսում էի, արդեն 10 տարի չեյսում էի աշխատում, ու տենց ոնց որ ամեն անգամ հենց ուզում էի ինչ-որ մի բան անեի, փոխեի, իմ պաշտոնը բարձրացնում էի։ Ճիշտն ասած, ես միշտ ուզեցել եմ իմ կամպանիան ունենամ, ու ամեն անգամ ես որ որոշում էի, վերջ, ես արդեն գործից կամ չգիտեմ, դուրս եմ գալի կամ կողքից ինչ-որ մի բան եմ ուզում անեմ, իմ աշխատավարձը կամ բարձրացնում էի, կամ իմ պաշտոնն էին բարձրացնում, ու ավելի դժվար էր ինձ լնում այդ ամեն ինչը թողել ու սկսել լրիվ զրոյից։ ու նույնն էլ այդ CIO-ի պահով ես ինչ-որ գործման չէի գալիս, ոչ ես իմ համար իմ գործն էի անում, չէի սա։ Բայց headhunter-ը զանգեց, ասեց սենց բան տարբերակ ունենք։ Ճիշտն ասած, ես 100% համոզված էի, որ ես այդ գործը չեմ կարող ստանալ։ Բայց ասեցի դե լավ հիմա ինձ ինչա գնում, գիտեմ, լավ ինտերվյու կանեմ, 15 հատ ինտերվյու եմ անցել, վերջում որ արդեն ասում էի, օքեյ, ես էլ ժամանակ չունեմ սրանով զբաղվելու, ես full time գործ ունեմ, կամ որոշեք, կամ ինձ ասեք, всё, էլ ոչ մի ինտերվյու ես չեմ անելու։ Դες դրանից հետո իրանք ասեցին լավ է, իրան ինտերվյուին կանչեք, պետքա որոշեք։ Ճիշտ ասած, ես ինձ մտածում եմ 15 հոգու հետ խոսում ես, լավ, ասենք ոնց կարաս որոշում չկայացնես։ Ու ես մտածում եմ, որ ինքը տենց կամպանիա է, որ ես 20 հոգու հետ պետքա խոսամ, մինչև ինչ որ մի հատ որոշում կայացնեմ, ես ընդհանրապես ոչ մի բան չեմ կարող անեմ այդ, չգիտեմ, իրավիճակում, նենց որ ավելի լավ է երևի չընդունվեմ, քան տենց։ Բայց տենց ստացվեց, չգիտեմ։ Հա։ Չէ, իսկապես իմ կարծիքով 15 ինտերվյու անցնելը դա մեծ ստրես է, մեծ շատ աշխատանք, ոնց որ courage էլի շատ sense դուխով պետք է լինես, որ տենց գնաս ու վերջը ստացվի իսկականից մեծ հաջողություն է, մեծ հպարտության առիթ է, ու այն որ դու երկու երեխայով կարողանում ես այդ պաշտոնին մնաս, աշխատես, աճես, իսկականից that's amazing, շատ գովելի է։ Անջան, մի քիչ կասես օրինակ այդ work-life balance-ից երկու երեխա տենց աշխատանք ոնց ես կարող համատեղես, նո ասենք կենցաղային, էլի, որ ավելի ոչ theoretically ավելի կենցաղային, օրինակ ոնց են անցնում օրերը։ Սկզբում դժվար էր շատ, եւ
նոր էի ընդունվել աշխատանքի, որտեվ ընդհանրապես ոչ մեկ չունեի, որ կարար, ասենք, ինձ օգներ, ընդհանրապես նույնիսկ ես հիշում եմ հղի էի այդ ժամանակ տղայովս ու ամուսինս էլ երկրում չէր, business trip-ի էր, ու աղջիկս մանկապարտեզում էր, ուզում էր գնայի գործից տուն ու ճանապարհին համարյա արդեն պետքա ինչ-որ մի հատ ուրիշ ավտոյի խփեի դիմացս ու մենակ այդ ժամանակ մտածում էի լավ ասենք թե ես հələ ոչինչ ով է անին մանկապարտեզից վերցնելու բայց ասենք հետո կամած ոնց որ հա ու ես իմ ղեկավարին ասել էի կիներ ասել էի համարը տվել է ասել է որ ինչ որ մի բան լինի կգնաս կվերցնես իր մանկապարտեզից Լիքը տենց տարբերակներ ա եղել, որ սկզբում շատ դժվար էր, հետո Երևանից, որ ասենք կամ Հայաստանից գնում ես, նենց չի էլի միշտ ասեն, չգիտեմ, տատիկ կա, պապիկ կա, չգիտեմ, 100 հատ բարեկամներ կան, որ կարաս ասես եկեք նայեք երեխուն կամ իրանք կուզենան նայեն։ Ոչ անգամ տենց չեմ նույնիսկ մտածել, ոնց պետքա, չգիտեմ, երեխուն ով պետքա նայի։ Բայց հետո որ գալիս ես սենց իրավիճակում, ոնց որ ստիպված արդեն պետքա մի բան անես։ Ճիշտն ասած, սկզբում որ տղաս ծնվեց, գնացի Հայաստան ու չգիտեմ ոնց, ես մինչև հիմա չեմ պատկերացնում ոնց գտա ես այդ կնոջը, որ գրին քարտն էր ու համաձայնեց իմ հետ գա Ամերիկա ու երեխեքին նայեր, որտեվ շատ փոքր էին, ես էլ որ ընդունվել էի Chase, մեր մոտ նենցա, որ պետքա, չգիտեմ, Ամերիկան ընդհանրապես նենցա, որ պետքա 9 ամիս աշխատես, որ ունենաս FMLA, այսինքն քեզ հնարավորություն տալիս, որ դու արձակուրդ կամ ու իրանք քեզ գործից չհեռացնեն, բայց իմ մոտ նենց էր, որ ես պետքա գնայի 8 ամիս 8 ամիս էի աշխատում, 9 ամիս դեռ չկար ու ես չունեի ոչ մի, ասենք, չգիտեմ, maternity leave, ոչ մի բան չունեի, պրոստը իմ բախտն այնքանով բերեց, որ նոյեմբերին էր ինքը ծնվում ու ես իմ արտակուրտները հավաքեցի նոյեմբերի ոնց որ վերջին մի տարվա ու մյուս տարվա սկզբից իրար հետ, որ գոնե մի քանի ամիս տանը կարանայի մնայի ու բախտս բերեց այդ կնոջը ոնց որ մի ձև բան արեցինք, ինքը տեղափոխվեց իմ հետ Ամերիկա, եկավ հետս Ամերիկա ու առաջին 8 ամիսը երկուսին էլ նայում էր ու շատ ոնց որ շատ հեշտ էր իմ համար, տենց որտեվ ես գիտեի որ ինչ որ մեկը այնտեղ ու ես վստահում էի։ Ճիշտ ասած չէի վստահում, որ Ամերիկա չի ինչ որ մեկնի բերեի կամ ինչ որ ուրիշից ու նամանավանդ որ երիկը շատ փոքր էր ժամանակ, չգիտեմ, 2 ամսական էր կամ 2.5 ամսական էր, ընդհանրապես չէի կամ ասենք իրան մանկապարտեզ որ տայի։ Տենց հետո որ մեծացան, իմ ծնողները տեղափոխվեցին Ամերիկա ու հիմա իմ բախտը նենց մի ուրիշ ձևի վերել է, որովհետև Պապան, ասենք, երեխեքին տանում է առավոտվանից դասի, հետո այնտեղ դասից վերցնում է, տանում է, չգիտեմ, թենիսի, գոլֆի եւ այլն, իրանց ոնց որ օրվա բանը, կալենդարը ավելի հագեցած է, քան թե իմը գործի տեղը։ Հետո առավոտը դուս են գալի 7-ին, հետո իրիկունը 7-ին տուն են գալի։ Շատ ուրախ եմ։ Հիմա շատ է բախտս բերել, որտեվ ծնողներս երկուսն էլ ստեղ են։ Տատիկս էլ աստեղ ու ասենք ինչ որ լինում է, ես հայրս էլ աստեղ ու լիքը ոնց որ support system-ն է, որ կարամ ուստս դնեմ իրանց վրա, եթե ինչ որ մի բան։ Այդ ժամանակ անգլերեն ասում են army of support, չէ՞։ You have army of support, հա, շատ լավ անջան, շատ ուրախ եմ։ Իսկ հետ եղել են մտքեր կարոտ կա Հայաստանի հանդեպ կուզենայի մշտական հետ տեղափոխվել, թե արդեն որ հետ ես գնում ինչպես տուրիստ, չես պատկերացնում, որ կապրեիր այնտեղ։ Ճիշտն ասած, ամեն անգամ, որ հետ եմ գնում, լրիվ ուրիշ experience եմ ունենում։ Սկզբում, որ հետ եմ գնում, ես հիշում եմ, ասենք գնում էի, չգիտեմ, որ պետական հիմնարկներ, ու այդ process-ները տարբեր, սենց քիչ էր մնում, ասեք, ես re-engineer եմ անում, ձեր process-ները ոնց են պատում, ահա, որ ծանր էր իմ համար։ Ու ասենք կարային շատ կոպիտ լինեին, որը որ անսովոր էր Ամերիկայից գալու, Ամերիկայից հետո, որ ասենք չգիտեմ, ինչ որ մի բան ես հարցնում, քեզ կարան կոպիտ պատասխանեն, չես կոպիտ պատասխան, ես քեզ ինչ ասացի, հա։ Բայց հետո, ասենք տարիներ հետո որ գնում եմ, լրիվ փոխվել է ու ավելի դրական։ Ես ընդհանրապես շատ կուզենամ հետ գնամ Հայաստանում ապրեմ, բայց քանի որ երեխեքը հիմա չգիտեմ 11 ու 13 տարեկան են, բարդ է ասենք իրանց ոնց որ այդ անում տեղափոխելը, բայց երևի երբ որ իրանք գնան համալսարան կամ ոնց որ ավելի մեծանան, ես շատ կուզենամ հետ գնամ Հայաստանում ապրեմ կամ չգիտեմ
անընդհատ ինչ որ տարբեր բաներ եմ մտածում, ոնց կարելի է համագործակցել Հայաստանի հետ կամ ինչ որ, չգիտեմ, նոր պրոյեկտներ ստեղծել Հայաստանի հետ, բայց Toyota-ն ունի Հայաստանում ինչ որ ներկայացություն, ինչ որ հիշում եմ, միտեղ Toyota տեսել եմ, բայց չեմ համ այդ օֆիցիալ ներկայացությունն է, թե ինչ որ իմ իմանալով ունի, այդ հիմա մեր region-ի ոնց որ մեզ չի մտնում, բայց իմ իմանալով ունի մի հատ dealership Toyota Հայաստանում։ Ճիշտ է, Toyota-ի dealership վերցնելը ահա որ բարդ է, շատ տախ մնացած ավելի manufacturing բաներից, OEM-ներից ավելի բարդ է, որտեվ իրանք, չգիտեմ, նայում են, չգիտեմ, քո պապիկը Toyota ունեցել է, չգիտեմ, ինչ գործեր ես ունեցել, բիզնեսներ ես ունեցել, շատ բարդ է։ Մենց որ հիմա համոզված չեմ, կա Toyota այնտեղ, թե չկա։ Իսկ հիմա որ ավելի electrical ոնց որ էլեկտրական ավտոների դար ենք մտնում, Toyota-ն դեռ կարողանում է, ինչ ես կարծում Toyota-ի ապագան, ասենք կկարողանա ինքը մնա մրցունակ, թե ինչ որ արդեն հետա։ Իմ մոտը տենց տպարսնակնես, ես ոչ բան չգիտեմ։ Չէ, պրոբլեմ չկա։ Այդ շատ լավ հարց է, որովհետև իրականում Toyota-ն այդքան ագրեսիվ չէր, ոնց որ մնացած ուրիշ manufacturing կամպանիաները, բայց իրանց մոտ ուրիշ ոնց որ պսիխոլոգիա, ուրիշ ֆիլոսոֆիա, ուրիշ ձև են իրանք այդ ամեն ինչը դիտում, իրանք ավելի շատ արտադրում են, մենք պետք է ասեմ երևի, ավելի շատ արտադրում ենք hybrid, որովհետև այն մասերը ու այդ ամեն, ոնց են ասում, material, որը որ պետք է hybrid արտադրելու համար, համակարգական battery արտադրելու համար, դու կարաս արտադրես 3 հատ hybrid battery, մի հատ էլեկտրական battery համապատասխան, ու իրանք մտածում են, որ ավելի լավ է, որ իրանք արտադրեն շատ ավելի hybrid, այդ ավելի մարդկանց համար ավելի հարմար է իրանց ոնց որ կյանքի ոլորտի համար, թե գնի համեմատ, թե այդ maintenance-ի համար, արտադրեն լրիվ էլեկտրական, ու ճիշտ ասած, նայած որ շտատում ես գտնվում կամ որտեղ ես գտնվում, այդ սաղ ինֆրաստրուկտուրան լրիվ զարգացած չի։ Այսինքն դու կարող ես ինչ-որ մի շտատում քո համար հարմար է էլեկտրական մեքենա քշել, ուրիշ շտատում ընդհանրապես տեղ չունենաս, որ կարանաս այդ քո մեքենան բանանես։ Ճիշտ է։ Ու համել դա նույնիսկ եթե ասենք թե դնենք այդ charging-ը կամ մի կողմ, էլեկտրական մեքենաները շատ ավելի ծանր են իրանք ու երբ որ փողոցները կամ սարքում են ստեղ, ոնց որ ստանդարտներ գոյություն ունի, եթե դու մի անգամից փոխես էլեկտրական մեքենաների, իրանք ավելի շուտ կփչանան կամ կարող են կամ չգիտեմ կամուրջները եւ այլն շատ տարբեր ոնց որ ասպեկտներ կա, որ դու պետք է ընդհանուր այդ ինֆրաստրուկտուրան զարգացնես, որպեսզի կարողանաս միանգամից տեղափոխվես, բայց Toyota-ն հիմա ունի նոր այս վերջերս իրանք ասացին, որ արտադրելու են նաև 4 տարբեր մոդելներ in addition to ինչ որ ունենք, ես ընդհանրապես ճիշտ ասած չեմ մտածում, որ կարող է Toyota-ն ինչ որ խնդիրներ ունենա, ինքը համարվում է աշխարհում ամենաշատ մեքենա, քանակով ծախող մեքենա։ Գիտեմ, այդ գիտեմ։ Ահա որ ապահով մեքենա է, ասենք որակի հետ կապված ու այդ գալիս է շատ տարիներ, երկար տարիների ոնց որ պատմությունից ու այդ կազմակերպության ոնց են ստեղծվել, ոնց է սկսվել, իրանք իրականում չեն եղել մեքենա արտադրող ամենասկզբից, ու որ իսկ նայում ես ու սովորում ես իրանց history-ին, հասկանում ես որտեղից են գալիս, շատ հետաքրքիր է։ Իմ համար ահա որ բարդ էր, ճիշտ ասած, Chase-ից հետո Toyota գնալը, որովհետև լրիվ այդ culture-ը լրիվ ուրիշ է։ Դա հասկանալի է։ Ուրիշ երկրում ելնես, բայց երբ որ ասենք առիթ ունեցա գնալ Ճապոնիա ու ոնց որ հասկանալ, տեսնել ոնց է իրենց կուլտուրան, եւ այլն, ու այդ ամեն ինչը որ տեսնում ես, կարող է նորից ամեն ինչի հետ չհամաձայնվես, բայց համենայն դեպս հասկանում ես, թե ինչի են իրանք սենց անում կամ ինչի են նենց անում։ Իրականում ինձ թվում է այդ balance-ը մնացած corporate կամպանիաների ու Toyota-ի ամենա ոնց որ
ճիշտ ես չի որ մենակ անեսնեց ոնց որ իրանք են անում կամ անեսնեց ոնց որ օրինակ Chase-ը կամ Bank of America կամ այդպես կազմակերպություններ են անում Բայց հարց ունեմ, անջան կնես, օրինակ ես եղել եմ, որ մոտ 7.5 տարի աշխատել եմ Corporate Ամերիկայում, նույն մեծ հիմնարկությունում, ու լրիվ տեղյակ եմ, որ ներսը ինչքան մրցակցությունը ինչքան շատ է, ու ինչքան դժվար է corporate-ում լինել կին ու բարձր պաշտոնների, հիմա ուզում եմ օրինակ հարց տամ, լինում են ինչ-որ ժողովներ, միտինգներ, որ դու գնում ես ու մենակ դու ես կին, ու եթե լինում է, ինչպես ես դու քեզ զգում, ու ինչ սենյակում բանը, ոնց որ այդ աուրան, որովհետև օրինակ ես միշտ զգացել եմ, որ երբ որ ես էի լինում ոնց որ որպես մենակ կին ու մնացածը տղամարդ են լինում, ու ես սկսում էի խոսալ, մի տեսակ ինչ-որ սենց ոնց բացատրեմ, ինչ-որ սենց զգում ես, որ լսում են, բայց ոնց որ չգիտեմ հասկացան ինչ եմ ասում, թե չէ, բայց կոմոդ լինում է, տենց ինչ-որ զգացումներ, ու վաբշե դու ոնց ես քեզ զգում որպես կին C-level-ի մեծ American corporate-ում։ Տաղս եկա, որ ասեցիր տենց լնումա, որ մենակ դու ես կին, հիմա Toyota Financial այդ սա ամբողջ կազմակերպությունը մենակ բանկը չէ, որտեղ որ ես CIO եմ, միակ executive-ը ես եմ, որ կին եմ, ու դա իրականում շատ վատ է, նես որ հալնում է, շատ ալնում, անընդհատ ալնում, իմ peer-ների մեջ ընդհանրապես ոչ մի կին չկա, մենակ ես եմ կին։ Կամպանիայից կամպանիա տարբեր է այդ ամեն ինչը, ոնց են քեզ վերաբերվում, կամ ոնց են կանանց վերաբերվում։ Իրականում Chase-ում այդքան շատ չէի զգում էի, բայց շատ չէի զգում այդ տարբերությունը, ինձ թվում է ավելի շատ Toyota-ում ավելի շատ եմ զգում այդ տարբերությունը, բայց ինձ համար լրիվ մեկ է։ Ես գնում եմ ինչ-որ, չգիտեմ, միտինգի, կամ ես որ գնում եմ ինչ-որ միտեղ, ու ես ինչ-որ մի բան եմ ասում, ես չեմ մտածում, որ ես կին եմ, իրանք տղամարդ են, ու ինձ պահում եմ ինչ-որ ձևի, կամ մտածում եմ նույնիսկ, որ ես ինչ-որ մի բան ասեմ, իրանք կարող է չընդունեն, ինձ համար լրիվ մեկ է։ Ես գիտեմ, որ ես ինչ-որ մի բան ասում եմ, այդ հիմնված է դատայի հիման վրա, ես շատ ժամանակ չեմ ասում իմ կարծիքը ընդհանրապես, որտեղ կարծիքը կարա լինի, չգիտեմ, մի բանը կարաս մի 20 ձև անես, ու երբ որ դու просто opinion ես ասում, այդ կարա debated, կարան սենց կարան նենց անեն, դրա համար շատ ժամանակ ես հիմնվում եմ հիմնականում ֆակտերի հիման վրա, կամ իմ որոշումները ֆակտերի հիման վրա են, սկզբում համենայն դեպս, հետո երբ որ մարդիկ արդեն տեսնում են արդյունքը կայացրած որոշումների ու դու ունես ինչ-որ, չգիտեմ, reputation, այդ ժամանակ կարաս, ասենք, ես ինձ կարամ թույլ տամ ընդհանրապես ասեմ, ինձ թվում է սենց կարող է լինի կամ նենց կարող է լինի, որը որ ֆակտերի վրա հիմնված չի, հա, շատ դժվար է argue անել ինչ-որ մեկի հետ, որը որ հիմնված է դատայի, ինչ-որ մի բան ասում դատայի հիման վրա։ Նենց որ ես չեմ ինձ ամենաառաջին բանը ես որ կասեմ ու ասում եմ, ու շատ են այդ հարցը տալիս, ամենաառաջին բանը ես որ ասում եմ, իմ համար ես չեմ ինձ պահում, որ ես իրանցից տարբեր եմ, որովհետև ես կին եմ։ Ես ինձ պահում եմ, որպես որ մասնագետ կամ, չգիտեմ, executive կամ թիմի անդամ ու չեմ ընդունում նույնիսկ, որ իրանք կարան ինձ ուրիշ ձևի նայեն, նույնիսկ եթե իրանք նայում են, լրիվ ignored այն մոտ, ես ընդհանրապես ուշադրություն դրան չեմ դարձնում, ընդհանրապես վատ չեմ զգում դրա համար, ու չգիտեմ, տենց ես մի հատ mentor ունեի Chase-ում, CFO-ն Chase-ի, ամբողջ կամպանիայի, ու ինքը կին էր, ու ես իրան որ այդ հարցը տվեցի, ավելի ոնց որ նոր էի ընդունվել Chase, ինքը տենց ինձ պատասխանեց, ինձ թվաց, ինքը ընդհանրապես ասում է, հա, սենց մի բան ասում է, ինքան որ ես գնամ էլի, հավես չունի։ Ծիարիցիսկի ավելի տեսականորեն։ Հա, բայց իրականում ես հասկացա հետո, որ ինքը ճիշտ էր ասում, ամենաառաջինը դու քեզ պետքա չտարբերակես, դու քեզ չպետքա զգաս, որ ես ինչ սենց եմ ասում, ինձ սենց եմ վերաբերվում, որտեվ ես կին եմ, նույնիսկ եթե այդ ճիշտ է,
ու եթե դու տենց քեզ չես պահում, դու տենց քեզ չես զգում, մնացածը կամանց արդեն քեզ նայում են նենց, ոնց որ թիմի անդամ, այլ ոչ թե որպես կին։ Հա, շատ լավ պատասխան էր ու իսկականից տենց է երևի, հա, օրինակ իմ համար այն ժամանակ դե ոնց որ ավելի փոքր է երևի, չգիտեմ, բան իրական նշանակություններ, հիմա որ ես իմ կամպանիան եմ անում ու ես իմ քլիենտների հետ եմ հանդիպում, միանշանակ այդ մի քիչ ավելի ուրիշ է ու երևի արդեն ես էլ եմ սովորել չգիտեմ, իսկ հետաքրքիր է օրինակ ինչ ես պատկերացնում ապագայում, ասենք ենթադրենք այն ապուշ հարցը, որ ինտերվյուին տալիս են, որտեղ Հաննան իրեն պատկերացնում 5 տարի հետո։ Այնտեղ, որ ես երջանիկ կլնեմ, նրանում ինչ որ ես անում եմ, ինձ համար է շատ կարևոր է, որ ես սիրեմ այն ինչ որ ես անում եմ, ու իմ համար ոնց որ շատ հեշտ լինի, challenging լինի, ու ես սովորեմ ինչ որ մի բան այդ process-ում, նենց չի որ ես ճիշտ ասած երկու բան կա իմ կյանքում, որ ես իմ համար որոշել եմ, որ ուզում եմ նենց անեմ, որ հանկարծ հետ չնայեմ ու փոշմանեմ, առաջինը, որ ես չեմ ուզում ինչ որ մի բան անեմ, որտեղ ես կամ չանեմ, վախից երկրորդն էլ ես չեմ ուզում ինչ որ բան անեմ կամ չանեմ, որովհետև ես ծուլացել եմ, շատ չեմ։ Այդ երկու բանը իմ համար կարևոր է, որ եթե ես ինչ-որ որոշումներ կայացնեմ, ասենք չգիտեմ, ուզում եմ գործս փոխեմ, բայց ալարում եմ ինտերվյու անեմ, ալարում եմ ռեզյումես update անեմ, ու հետո ասենք տարիներ շարունակ աշխատում եմ նույն տեղը ու հետ եմ նայում, ասում եմ, վայ, ինչի չարեցի, ու մտածում եմ ու հասկանում եմ, որ չարեցի, որովհետև ալարեցի, այդ իմ համար ընդունելի չի։ Ես ինձ չեմ հարգի, եթե տենց լինի, ու նույնն էլ կախված է ռիսկի հետ։ Ես շատ ոնց որ ռիսկի գնացող եմ, ես տենց երևի կարամ ասեմ, ու իմ համար ավելի լավ է ինչ որ մի բան անեմ, քան թե ինչ որ մի բան չանեմ։ Համենայն դեպս անելուց հաստատ մի բան կսովորեմ, նույնիսկ եթե վերջը վատ լինի, իսկ չանելուց դժվար է ինչ որ մի բան սովորեմ։ Շատ լավ պատասխաներ, շատ մերսի։ Անջան, ինչ որ բան կա, որ կուզենայիր ավելացնել, որ ինչ պատճառով բաց ենք թողել ինչ-որ մի բան, չգիտեմ, խորհուրդ կամ, չգիտեմ, message։ Ես օրինակ, որ հետ եմ նայում ու մտածում եմ, եթե ինչ-որ մի բան կա, որ ինձ համար կարևոր է եղել, որ ես հաջողակ լինեմ, այդ ինչն է եղել, ու ինձ թվում է այդ այն է եղել, ոնց որ ես նայել եմ իմ ամուսնու, որտեվ ես որ իր հետ ամուսնացել եմ, ինքը այդ ժամանակ արդեն C-level-ի executive էր, ու ինքը ինձանից 15 տարի մեծ է, ու ոնց որ ավելի շատ experience-ներ է ունեցել, ու ես որ իրան նայում էի անընդհատ ու հասկանում էի, որ հա ինքը շատ խելացի է, շատ է աշխատում, հա, բայց իրականում նենց չի, որ չգիտեմ, Einstein-ն է, կամ չգիտեմ ինչ որ հասկանում ես, այդ ինձ թույլ էր տալիս, որ ես հասկանայի, այսինքն ես հասկանում էի, որ ես կարամ այդ ամեն ինչը անեմ։ Պարտադիր չի, որ չգիտեմ, ես իմ ինչ լինես, կամ շատ խելոք լինես, կամ չգիտեմ, եւ այլն, իրականում, որ հավատում ես, որ դու կարաս ինչ-որ մի բան անես, այդ ոնց որ այդ ամբողջ ճանապարհի հաստատ կեսից շատն է։ Ու ինձ թվում է, որ ես անընդհատ իրան նայելով ու գիտակցելով, որ եթե ինքը կարա անի, ուրեմն ես էլ կարամ անեմ, ընդհանրապես չեմ կաշկանդվել, երբ որ նույնիսկ ասենք ինչ-որ միտինգների եմ եղել, որ ինձանից շատ մակարդակ բարձր մարդիկ են եղել, որովհետև ես իրանց միշտ նայել եմ ոնց որ մարդ ու չեմ ոնց որ կաշկանդվել, ու ինձ թվում է, որ պետք է ընդհանրապես տենց նայել մարդկանց, իրականում իրանք թվում է նայում ես ինչ-որ executive-ների կամ մարդկանց, որ շատ բաների են հասել, ու ոնց որ ասում ես, ես չեմ կարող այդ անեմ, կամ իրանք, չգիտեմ, ինչ-որ մի բանով առավել են, բայց իրականում տենց բան չկա։ Իրանք հասարակ մարդիկ են, ոնց որ դու, ու եթե դու տենց մտածես ու համոզված լինես, որ դու էլ կարաս անես, հաստատ կարաս անես։ Միանշանակ համաձայն եմ քո հետ, երևի այն, որ ամեն աստծո օր արթնանաս ու շարունակես անել այն, ինչ որ անում էիր երեկ ու մի քիչ ավելի ոնց որ շարժ ունենաս առաջ, ի վերջո մի տարի հետո կտեսնես, որ ահագին արդեն մեծ ճանապարհ ես անցել, բայց այդ ամեն օր
անելը, ավելացնելը երևի consistency-ն էլի, այդ էլ մեծ soft skill-ա, որ եթե կարողանում է մարդ իրագործի, մենակ բան չմնա էլի տեսականորեն հա որ պետք է տենց անել, բայց անի պրակտիկորեն ամեն օր իրականում կաճի համաձայն եմ, լրիվ համաձայն եմ։ Շատ մերսի, Անջան, շատ գիտեմ ինչքան զբաղված ես, որ գտարես ժամանակը իմ հետ զրուցելու, քեզ մեծ հաջողություններ, թող դառնաս CEO կամ չգիտեմ քո կամպանիան մնա ինչ որ դու ուզում ես անես, թող հաջողություն լինի քո կարիերայում, ընտանիքում։ Լսողներին շատ շնորհակալություն, որ մեզ լսեցիք, հույսով եմ, որ Աննայի տված խորհուրդները ձեզ կօգնեն։ Եթե դեռ subscribe չեք եղել, խնդրում եմ subscribe եղեք իմ YouTube-յան channel-ին, որ բաց չթողեք մյուս շատ հետաքրքիր էպիզոդները։ Այսօր այսքանը։ Ստեսություն ձեզ։ Ստեսություն, մերսի Աննա ջան։